Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը, քննարկելու TRIP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել եւ համաձայնեցրել են ծրագրին առնչվող գործառնական ու իրավական մի շարք հարցեր։ Մեհեր Գրիգորյանը ներկայացրել է նաև խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, շեշտելով տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարներն ու անհրաժեշտությունը։ Ամերիկյան պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ԱՄՆ պետքարտուղարության եւ զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչները։ Իսրայելական մարտական ավիացիան լայնածավալ հարձակում է իրականացրել հայաշատ Լիբանանի հարավում եւ արևելքում գտնվող 38 բնակավայրերի վրա։ Բացի օդային հարվածներից եւս 14 բնակավայր ենթարկվել է հրետակոծության, իսկ սահմանամերձ Խիամ քաղաքում իսրայելցի զինվորականները ականապատման միջոցով պայթեցրել են մի քանի բնակելի տներ։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով մարտի սկզբից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 2879-ի, իսկ վիրավորներինը ավելի քան 8700-ի։ Իսրայելի պաշտպանության բանակն ու Հեզբոլլահ շարժումը շարունակում են միմյանց մեղադրել հրադադարի խախտման մեջ, ել ավելի սրելով տարածաշրջանային անվտանգային իրավիճակը։ Հիշեցնեմ, որ իսրայելցիների հետ մարտերում 2 հայեր զոհվել։ Իսրայելցի 2 զինվորականներ են բանտարկվել Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանն անարգելու համար։ Նրանցից մեկը սիգարետ է դրել արձանի բերանը, իսկ մյուսը լուսանկարել է դա։ Լուսանկարի համար կեցված կընդունած զինվորը զինվորական բանտում կանցկացնի 21 օր, իսկ նրան լուսանկարած ծառայակիցը ընդամենը 14 օր։ Ինչպես ընդգծել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Արիելա Մազորը, թե իրենք շատ լուրջ են վերաբերվում այս միջադեպին։ Բանակում հարգում են դավանանքի եւ կրոնական ծիսակատարությունների ազատությունը, բոլոր կրոնական խորհրդանիշները։ Ոստիկանությունը ձերբակալել է Արմավիրի մարզի Արտաշար գյուղի 45-ամյա մի բնակչի, որ շանը կապել էր իր ՎԱԶ 2121 մակնիշի մեքենային ու վարել տրանսպորտային միջոցը։ Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը փաստող տեսանյութը համացանցում տարածվել էր մայիսի 11-ին, ինչից հետո իրավապահներն օպերատիվորեն պարզել են վարորդի ինքնությունը։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին տեղափոխված տղամարդը խոստովանել է իր արարքը, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն արդեն ներկայացվել են նախաքննական մարմին իրավական ընթացքը որոշելու համար։